Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 21-ն է, սա արդեն մեր թվով երրորդ հաղորդումն է ու այս հաղորդման ընթացքում կոնկրետ խոսելու ենք, թե ինչ հայտարարություններ են հնչել Լավրովի եւ Արարատ Միրզոյանի կողմից հանդիպումից հետո, քանի որ հետաքրքիր հայտարարություններ են եղել, ընդհանուր առմամբ վերջում բնութագրենք լավ կլինի հիմա կոնկրետ փաստերին անդրադառնանք Եվ սկսենք մեր հաղորդումը ձեր լայքերից, սիրելի հայրենակիցներ, որը որ չափազանց կարևոր է, որ այս կարևոր տեսանյութը հաղորդումը շատ ավելի մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու։ Կարևոր է սկսել նրանից, որ Արարատ Միրզոյանն եւ Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև փոխգործակցության ծրագիրը 25-26 թվականների համար, հուսանք, որ Զախարովային դրանով մի փոքր կզսպեն Չնայած համոզված չեմ, եւ հիմա կտեսնենք թե ինչու այս հայտարարություններից եւ ամենակարևոր հայտարարությունը, որը որ ես ուզում եի որ հնչեր, ճիշտ ասած հնչել է Արարատ Միրզոյանի շուրթերից եւ հիմնական խնդիրը նա անվանել է այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ ջերմուկում եւ Արարատ Միրզոյանը անվանել է այդ հարցը հիմնական այն հարցերից մեկը, որտեղ որ երկրների կարծիքները տարբեր են։ Արարատ Միրզոյանի խոսքերով այդ իրադարձությունները դարձան անկյունակարային բոլոր ապակա գործողությունների եւ գործընթացների համար, քանի որ դրանք կոնկրետ առնչվեցին Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը դրանով խախտվեց, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի միջոց չձեռնարկեց, բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը կարող էր միջոցներ ձեռնարկել թե երկկողմ պայմանագրերի շրջանակներում, այդ թվում նաեւ ՀՕՊ-ի մի քանի օր այս մասին կրկին հիշեցնում եմ եւ ոչ միայն ՀՕՊ-ի միջոցով, նաեւ ՀԱՊԿ-ի մասով ոչ մի նորմալ գործողություն չառաջարկեց, ինչ է նշանակում ՀԱՊԿ-ը դիտորդներ ուղարկի Հայաստան։ Պարզ է, չէ՞, դիտորդներ հիմա պատկերացրեք ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակում տեղի ունենա, օրինակի համար Ռուսաստանը հարձակվի, ասենք Լեհաստանի վրա եւ ՆԱՏՕ-ն օգնության փոխարեն դիտորդներ ուղարկի Ասացին նույնը տեղի ունեցել նաև Հայաստանի նկատմամբ, Հայաստանը դիմել է, իսկ ՀԱՊԿ-ը խոստացել է դիտորդներ ուղարկել եւ այդ դիտորդները բնականաբար մեզ պետք չէին։ Լավրովը կրկին կրկնում է, որ իրենք առաջարկել են դիտորդներ ուղարկել եւ Հայաստանը հրաժարվել է։ Արարատ Միրզոյանը նաև ասել է, ինչ վերաբերվում է Արցախի հարցին, ապա քանի տարի է արդեն դիրքորոշումը անփոփոխ է Հայաստանի Հանրապետության Նրա խոսքերով Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է եւ մենք չենք վիճարկում այդ իրողությունը։ Ու փաստացի նույնն ենք սպասում, նա ասում է դա Ադրբեջանից։ Եվ սա այն առումով հետաքրքիր հայտարարություն էր, որ Լավրովը կրկին ինքը անդրադառնում էր այն հարցին, թե Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի մաս ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար Ռուսաստանի Դաշնությունը այդպիսի դիրքորոշում է ցուցաբերել։ Բայց դա թե ինչ կապ ուներ կոնկրետ ջերմուկի վրա, ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետ, Լավրովը չի ասում, չգիտես ինչու կրկին դա է հիշեցնում, բայց այդ մասով Արարատ Միրզոյանը փաստացի հետաքրքիր ձևով պատասխանել է։ Այն ինչ իմ դուրը չեկավ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ, դա այն էր, որ Հայաստանը չի դիմում ներկայացնել Եվրամիության անդամ դառնալու համար եւ այդ մասով որովհետեւ բանակցություններ չի վարում Եվրամիության հետ, դրա համար ԵԱՏՄ-ի հետ համատեղության հարց ուղղակի չի կարող լինել։ Ես հասկանում եմ, թե ինչու է սա ասում Արարատ Միրզոյանը, բայց հայկական էլ համամիտ չեմ, որ ընդհանրապես պետք էր այդ հարցին մի ձև լավ է ընդհանրապես այդ հարցին չանդրադառնային եւ չասեն, որ Հայաստանը չի ներկայացրել դիմում Եվրամիության անդամակցելու համար եւ բանակցություններ չի վարում Եվրամիության հետ։ Ճիշտ է, դա այդպես էլ կա, բայց այդ դրա վրա կոնկրետ կենտրոնանալը չեմ կարծում, որ ճիշտ է։ Քանի որ ինչ որ միտեղ հստակ տպավորություն է ստեղծվում բոլորի մոտ, թե Ռուսաստանի Դաշնության մոտ եւ թե հայ հասարակության մոտ, որ Հայաստանը հետ է կանգնում այն օրենքից, որը որ ընդունել է Եվրամիության մասով եւ ընդունել է օրենք, որ դառնա Եվրամիության անդամ եւ հաստատի այդ հայտարարությունով ինչ որ ակնարկ կա, որ Հայաստանը հրաժարվում է դրանից եւ դրա համար
այդ հայտարարության հետ ես համաձայն չեմ մեծ հաշվով։ Եվ կարևոր է այստեղ նշել, որ Լավրովը կրկին փորձում էր լոլոներ կարդալ հայ ժողովրդին, ասելով, որ իրենք շատ են կարևորում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները եւ մեր ժողովուրդների միջև կապը շատ են կարևորում, իբր Ռուսաստանը շարունակում է անվտանգային ոլորտը համարել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև դաշինքի կարևորագույն հարթություններից մեկը, բայց այս առումով շատ կարևոր պատասխան է տվել Արարատ Միրզոյանը, որ ոչ թե Հայաստանը վերանայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ խնդիր ունի նրա, որ այն կետերը, որոնք որ կան երկկողմ պայմանագրերով, այդ կետերը փաստացի չեն աշխատում, չեն գործում այդ պայմանագրերը եւ անվտանգային մասով հստակ Հայաստանը խնդիր ունի եւ բաց ունի, այսինքն խնդրեմը հենց դրա մեջ է, որ այդ պայմանագրերը երբեք չեն գործել, ինչի ապացույցներ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ, բայց Լավրովը այստեղ կոչ է անում ակտիվանալ հապկում եւ ասում է, որ իրենք շահագրգռված են, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն ունենա հապկի գործունեության մեջ, բնականաբար ուզում են, որպեսզի այդ հարցը ջրվի եւ գնա, Հայաստանը հալեցնի այդ հարեցված հարաբերությունները հապկի հետ եւ Հայաստանը դրանից ոչ միայն ոչինչ չստանա, այլ լուրջ անվտանգային խնդիրներ ունենա, քանի որ դա միանշանակ կազդի Հայաստանի հարաբերությունների վրա Եվրամիության հետ եւ Եվրամիությունը կարող է նույնիսկ որոշում կայացնել, որ Եվրամիության դիտորդական առաքելությանը դուրս է բերում Հայաստանից, հետեւաբար հապկում Հայաստանի գործունեության սառեցումը շատ լուրջ ձևով չի բխում, չէ, շատ վատ իմաստով հակասում է մեր ազգային անվտանգությանը։ Դրանից բացի կողմերը քննարկել են միգրացիոն համակարգում տեղի ունեցող խնդիրներ նաև լրատվության հետ կապված, ռեգիոնալ խնդիրներ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այստեղ պարզ է ինչը վերաբերվում է լրատվամիջոցներին, հույսով եմ, որ հայկական կողմը շատ լուրջ ձևով բարձրաձայնել է այն բոլոր մտահոգությունները, որը ունի հայկական կողմը, ասեմ, թե Հայաստանի քաղաքացիները ասեմ, դա փաստ է, մենք ունենք, Հայաստանը ունի եւ հուսանք, որ այդ նախադասության մեջ կոնկրետ որ ասում է Արարատ Միրզոյանը, որ քննարկել են լրատվամիջոցներին վերաբերվող հարցեր, կոնկրետ այդ հարցն է քննարկել, որով որ Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի նկատմամբ։ Դրանից բացի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հայտարարել է, որ իբր Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է, որ խաղաղություն հաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, բայց բոլորս էլ գիտենք, թե որքանով ու ինչպես է շահագրգռված այս հարցում Ռուսաստանի Դաշնությունը։ Կարևոր է այստեղ նշել, որ հանուն հանրապետության կուսակցությունը բողոքի ցույց էր իրականացնում ԱԳՆ-ի շենքի մոտ, ինչը ոստիկանները փորձեցին տեղափոխել այլ տեղ, նաև հրմշտոց տեղի ունեցավ, մի խոսքով տհաճ երևույթ էր, ընդհանուր առմամբ այս բոլոր հանդիպումներից հայկական կողմը կարծես թե ինչ-որ միտեղ ձգտում էր նաև հաջողանալ ռուսական կողմին, համենայն դեպս իմ մոտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, լավ է, որ Արարատ Միրզոյանը որոշ կարևոր հարցեր բարձրաձայնել է եւ հայկական լրատվամիջոցներն էլ մասամբ էլի հետաքրքիր հարցեր կարելի ասել, որ հա ինչ որ չափով ուղեցին, բայց ընդհանուր առմամբ հանդիպումները, ես հիմա եթե գնահատեմ այդ հանդիպումները, հայկական կողմը փորձել է այնպես անցկացնել, որպեսզի ընդհանուր առմամբ շատ քիչ զգացվի գոյություն ունեցող լարվածությունը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ, բայց իմ պատկերացմամբ մի փոքր ավելի շատ էր պետք ցույց տալ մեր դժգոհությունը ռուսական կողմին եւ ուղղակի Ռուսաստանի քաղաքականությունը այնպեսին է եւ քաղաքական գործիչները այնպեսին են, որ երբ որ դու ցույց ես տալիս խնդիրները եւ արժանապատվորեն ներկայացնում ես այդ խնդիրները, իրենք ավելի շատ են սկսում քեզ հետ հաշվի նստել, բայց երբ որ փորձում ես իրենց ամեն հարցով ընդառաջել, իրենց հետ խաղալ, փորձել ավելի դիվանագիտական ձևով խոսել իրենց հետ, նրանք այդ լեզուն միանշանակ չեն հասկանում եւ սկսում են ավելի վատ վարվել քո նկատմամբ։ Եվ սա է հիմնականում սիրելի հայրենակիցներ, սրանք են այն հարցերը, որոնց որ ես ցանկացա անդրադառնալ
Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ակնհայտ է, որ գոյություն ունեն բավականին լուրջ խնդիրներ, ինչ որ չափով այդ խնդիրների մասին խոսվում է լրատվամիջոցների առջև, չեմ կարող ասել փակ պայմաններում ինչ են քննարկում եւ ինչպես, բայց Հայաստանը մասամբ կարողանում է հայտնել իր դժգոհությունը, բայց Ռուսաստանի կողմից մենք արձանագրում ենք, որ մեծ հաշվով որևիցե փոփոխություն չկա իրենց քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ։ Իրենք փորձում են պնդել, որ Հայաստանը պետք է վերադառնա հապկ, պետք է շատ խորը լավ հարաբերություններ լինեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, այսինքն Հայաստանը որևիցե ձևով չպետք է բողոք հայտնի Ռուսաստանից, Ռուսաստանի անգործության պատճառով եւ որոշ դեպքերում նաեւ վատ իմաստով գործողությունների պատճառով, որը Ռուսաստանը անում է լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի միջոցով 5-րդ Շարասյան միջոցով Հայաստանում։ Եվ ահա այս ֆոնին Ալիևը կրկին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մասով, շատ վատ հայտարարությամբ, ինչը կրկին մեկ անգամ մեզ հիշեցնում է, որ Ալիևը չի ձգտում խաղաղության։ Նա ասում է, որ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը չի նշանակում, որ Հայաստանից նրանք տարածքային պահանջներ ունեն։ Նրա խոսքերով այդ հարցը երբեք չի հանվի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ չի իրականացվել վերադարձը, բայց նրա խոսքերով անշուշտ անվտանգային երաշխիքներ են պետք տրամադրել իրենց ճակերտավոր, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին։ Այս հայտարարությունը հստակ մեզ հուշում է, որ Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության, չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիր, դա միայն մեզ է հետաքրքիր եւ մենք անընդհատ խոսում ենք այդ խաղաղության պայմանագրից, որը որ Ադրբեջանը չի ցանկանում։ Մենք նույնիսկ չենք խոսում Արցախահայության վերադարձի հարցից, այդ հարցը որպես նախապայման չենք ներկայացնում, չնայած որ ամբողջ աշխարհը հստակ գիտե, թե մենք ինչքան լուրջ հիմքեր ունենք եւ ինչպես կարող ենք պահանջել, այսինքն մեր ունեցած փաստարկները շատ ավելի լուրջ են, որ Արցախ պետք է վերադառնան Արցախահայերը, բայց մենք այդ հարցը չենք բարձրաձայնում, իսկ Ալիևը կոնկրետ նախապայմաններ է դնում։ Այդ նախապայմանները երբեք էլ չեն ավարտվելու եւ դա է պատճառը, որ Ադրբեջանը հստակ հասկացնում է, որ իրենց պետք չի խաղաղության պայմանագիրը, այլ պետք է որ Հայաստանը հերթով ընդունի բոլոր նախապայմանները։ Կարևոր է նաեւ նշել, որ Իրանի պաշտպանության նախարարի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի միջև հանդիպում է տեղի ունեցել։ Իրանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ընդգծել են հարաբերությունների ռազմավարական կարևորությունը եւ դրանից բացի նշվել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև սահմանը դա պատմական սահման է եւ Իրանը երբեք թույլ չի տա, որ այն խաթարվի, այսինքն Իրանը կրկին վերահաստատում է, որ թույլ չի տա որևիցե երկրի կամ ուժի, որպեսզի խզեն կապը Իրանի եւ Հայաստանի միջև եւ այդ սահմանը միշտ էլ եղել է պատմականորեն 1000 տարիների ընթացքում եւ այդպես էլ կմնա։ Սա հստակ եւ լավ ուղերձ է Ադրբեջանին, բայց նույն ժամանակ գիտենք, հիմա Ադրբեջանի հետ իրենք կրկին զորավարժություններ են անցկացնում, բայց Ադրբեջանը իրենց դեմ փաստացի գործընթացներ է սկսել կրկին ուղարկելով իրենց պաշտպանության նախարարին Թել Ավիվ, որտեղ որ բանակցում էին իրենց հրեա գործընկերոջ հետ եւ ես գրեթե համոզված եմ, որ քննարկել են Իրանի հարցը եւ Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի վրա եւ թե ինչ պետք է տեղի ունենա այդ ժամանակ եւ ինչպես պետք է վարվի այդ ժամանակ Ադրբեջանը։ Բայց իրենք էլ են դաշնակիցներ եւ իրենք էլ են զորավարժություններ անցկացնում։ Խոսքը Իրանի եւ Ադրբեջանի մասին։ Ահա այսպիսի մի կարելի ասել շիլաշփոթ ու ահա այսպիսի հայտարարություններ գրեթե ամենօրվա ռեժիմով Հայաստանի մասով Իրանից։ Հիմնականում սա էր, սիրելի հայրենակիցներ, կրկին մեկ անգամ եւս ասեմ, որ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հայտարարություններից կարելի ասել, որ ոչինչ մեծ հաշվով նոր չստացա։ Արարատ Միրզոյանը մասամբ կարելի ասել, որ ներկայացրեց այն, ինչի մասին ես ցանկանում էի, որ ներկայացներ, բայց կային հարցեր, որոնց որ ընդհանրապես կարելի էր չանդրադառնալ կամ ինչ-որ ձևի խուսափել կամ այդ ձև չպատասխանել եւ դա կոնկրետ Եվրամիությանը վերաբերող հարցներ,
Մնացածի մասով եւս օրինակ այդ հիբրիդային պատերազմների, որը Ռուսաստանի Դաշնությունը մղում է Հայաստանի նկատմամբ լրատվամիջոցներում այդ հրապարակումների այդ մասին եւս շատ թեթև ինչ-որ հասկացվեց, ակնարկարվեց եւ նորմալ հստակ ձևով չասվեց, ինչպես որ օրինակի համար ես կցանկանայի, որ հայկական կողմը այդ հարցը բարձրաձայներ։ Այս վահի դրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։